Դոնալդ Թրամփը լոբինգ է արել FIFA-ում ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտը չեղարկելու համար։ Թրամփի միջնորդությամբ Բալոգունի կարմիր քարտի չեղարկումը համացանցում հումորային գրառումների, նկարների ու մեմերի առիթ է դարձել։ Աշխարհի առաջնությունից Բրազիլիայի հավաքականի դուրս մնալուց հետո Նեյմարը հայտարարել է հեռանալու մասին։ Օսլոյում Նորվեգիայի ազգային հավաքականի հաղթանակը նշելու համար կազմակերպված հրավառության ժամանակ 30 մարդ է տուժել։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թրամփը կրկին սադրել է Իտալիայի վարչապետ Մելոնիին նրա հետ լուսանկարը հրապարակելով, պահանջվում է մոտենալու արգելքի որոշում գրառմամբ։ Ֆրանսիայի Լալիկի քաղաքի ոսկերչական թանգարանում խոշոր գողություն է տեղի ունեցել, տարել են մոտ 4 միլիոն եվրոյի զարդ։ Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ արքայազն Հարին այս շաբաթ Լոնդոն կատարած այցի ընթացքում չի բնակվի այնտեղ։ Մայքլ Ջեքսոնի մահվան նոր վարկած, հնարավոր է ինքն է ավելացրել դեղամիջոցի չափաբաժինը։ Ռուսաստանից գործող հակերները կոտրել են բրիտանական պետական հաստատությունների և ենթակառուցվածքների աշխատակիցների անձնական հաշիվները։ Կանադայի արկտիկական տարածաշրջանում գրանցվել է անսովոր բարձր ջերմաստիճան, որի հետևանքով խախտվել են տասնամյակներով պահպանված ռեկորդները։ 2029 թվականի ապրիլի 13-ին Ապոֆիս աստերոիդը կանցնի երկրի կողքով մոտ 31600 կմ հեռավորությամբ։